Ողջույն սիրելի ընկերներ։ Գիտեք թե որն է աշխարհի ամենաերկար աստիճանը։ Սա շվեյցարական Նիսեն լեռան վրա քանդակված սանդուղք է։ Լեռան գագաթ տանող 11674 աստիճան կա։ Այն պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաերկար աստիճանը։ Եթե ցանկանում եք բարձրանալ այն, կարող եք մոտավորապես հաշվարկել, թե որքան ժամանակ կպահանջվի ձեզանից։ Որքան ժամանակ է պահանջվում ձեզանից, որ դուք բարձրանաք, ասենք 10-րդ հարկ։ Փաստացի, դուք կարող եք հաղթահարել 10 հարկ աստիճաններ, մեկ անգամ կանգ չառնելով, շատ չհևալով։ Այսպիսով, եթե ցանկանում եք բարձրանալ այս աստիճաններով Նիսեն լեռան վրա, ապա պետք է անընդմեջ բարձրանաք մոտավորապես 55-10 հարկանի շենքեր։ Եթե բարձրանաք այս լեռը և յուրաքանչյուր աստիճանի վրա ծախսեք ընդամենը 1 վայրկյան, ապա այս աստիճանը բարձրանալու համար ձեզանից կպահանջվի 194 րոպե կամ 3 ժամ 15 րոպե շարունակական անխափան քայլում։ Այնուամենայնիվ, դժվար թե կարողանաք այդքան արագ բարձրանալ, եթե իհարկե հատուկ չմարզվեք նման առաջադրանքների համար։ Բանն այն է, որ սանդուղքի աստիճանները բավականին զառիթափ են, և դուք ստիպված կլինեք բարձրանալ գրեթե 1700 մետր բարձրության վրա։ Անվտանգության նկատառումներից ելնելով, Նիսեն լեռան վրա գտնվող այս սանդուղքը ամբողջ տարվա ընթացքում փակ է մնում հանրության համար, և այն բացվում է տարին միայն 1 օր, հունիսին, երբ տեղի է ունենում այսպես կոչված Նիզենսքի Ստեյրեն կամ պարզապես Նիզենի սանդուղքավազքը։ Մրցավազքի մասնակիցների թիվը սահմանափակվում է 500 հոգով, որոնցից շատերը 1 տարի առաջ գրանցվում են այս օրվան, այս միջոցառմանը մասնակցելու համար։ Իսկ այս մրցավազքում ռեկորդները տղամարդկանց համար 1 ժամ 2 րոպեն են, իսկ կանանց համար 1 ժամ 9 րոպե։ Սրանք իհարկե ուղղակի խելահեղ արդյունքներ են։ Ես չեմ կարծում, որ կկարողանայի այդքան արագ բարձրանալ 11000 աստիճան, 1700 մետր։ Հոգևոր կյանքն էլ իր աստիճաններն ունի։ Սա հոգևոր աճի սանդուղքն է։ Այս աստիճաններով բարձրացողների թիվը սահմանափակում չունի։ Վերելքին մասնակցելու համար նախապես գրանցվելու կարիք չկա։ Բառացիորեն յուրաքանչյուր մարդ, ով դիմում է Հիսուս Քրիստոսին, մտնում է դրա մեջ։ Այս սանդուղքում ոչ թե 11000 աստիճան կա, այլ ընդամենը 7, ոչ թե 7000, այլ պարզապես 7։ 7 աստիճան հոգևոր աճի սանդուղքով։ Սակայն այս աստիճաններով բարձրանալը տևում է ոչ թե 1 ժամ, կամ նույնիսկ 5 ժամ, այլ ամբողջ կյանք։ Ընդամենը 7 աստիճան կա, բայց մենք այս 7 աստիճաններով բարձրանում ենք ամբողջ կյանքում։ Եկեք կարդանք այս սանդուղքի մասին 2 Պետրոս գլուխ 1, հատվածներ 5-ից 7-ում։ Պետրոսի 2 թուղթ, գլուխ 1, համարներ 5-ից 7։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով, ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուժգալությամբ, ժուժգալությունը համբերությամբ, համբերությունը աստվածպաշտությամբ, աստվածպաշտությունը եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը սիրով։ Հիշեցնեմ, որ Պետրոսի 2 թղթի նախորդ քարոզներում մենք արդեն տեսել և ուսումնասիրել ենք հետևյալ ճշմարտությունները։ Նախ մենք տեսանք, թե որն է հոգևոր աճի հույսը։ Հոգևոր աճի հույսն այն է, որ մենք կվերափոխվենք Հիսուս Քրիստոսի կերպարի։ Մենք կվերափոխվենք այնպես, ինչպես փոխվեց Պետրոսը։ Մենք ձեզ հետ տեսանք նաև հոգևոր աճի պայմանները։ Հոգևոր աճի պայմանը փրկարար հավատքն է, առանց որի իրական հոգևոր աճը անհնար է։ Դրա մասին խոսվում է առաջին համարում։ Այնուհետև մենք ուշադրություն դարձրեցինք հոգևոր աճի ուժին։ Հոգևոր աճի զորությունը Աստծո զորությունն է։ Նա մեզ շնորհ և խաղաղություն է տալիս։ Հատված 2. Հոգևոր աճի գործիքը։ Հոգևոր աճի գործիքը Սուրբ Գիրքն է։ Սա այն հիմնական գործիքն է, որի միջոցով բոլոր փոփոխությունները տեղի են ունենում մեր սրտում, մեր մտածողության, մեր վարքի մեջ։
Այս գործիքի մասին խոսվում է 2-ից 4 համարներում, որտեղ մի քանի անգամ կրկնվում է գիտելիքի մեջ, գիտելիքի միջոցով, խոստման միջոցով արտահայտությունը։ Երկրորդ համարը Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտության մեջը։ Երրորդ համարը նրա աստվածային զորությունը մեր շնորհեց կյանքին եւ աստվածպաշտությանը վերաբերող ամեն ինչ։ Չորրորդ հատված, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներն են մեզ տրված, այսպիսով գիտելիքի մեջ, գիտելիքի միջոցով, խոստման միջոցով, Աստծո խոստումների իմացության, նրա խոսքի իմացության միջոցով մեր մեջ տեղի են ունենում բոլոր անհրաժեշտ փոփոխությունները։ Մենք հոգեպես աճում ենք։ Մեզ տրվում է այն ամենը, ինչը անհրաժեշտ է կյանքի եւ աստվածպաշտության համար։ Այսպիսով հոգեվոր աճի գործիքը Սուրբ Գիրքն է։ Հոգեվոր աճի շարժառիթը Աստծո փառքի մասին սիրալիր խորհրդածությունն է Սուրբ Գրքում։ Երրորդ հատվածում կա մի այսպիսի կարճ, բայց շատ կարևոր արտահայտություն, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ։ Մենք ասացինք, որ Աստծո փառքը ոչ միայն դեպի փրկություն է տանում չվերածնվող մեղավորին, այլ նաև շարունակում է դեպի սրբության տանել վերածնվող մեղավորին։ Այսպիսով հոգևոր աճի շարժառիթը Աստծո փառքի մասին խորհրդածությունն է։ Այս փառքի իմացությունը կրկին Սուրբ Գրքի միջոցով։ Հոգևոր աճի մեջ հաջողության գրավականը քրիստոնյայի նոր էությունն է, որը նշված է 4 հատվածի վերջում։ Ասում է, որ մեր մեջ արդեն որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մենք Աստծո բնությանը հաղորդակից դարձանք, այսինքն ստացանք Սուրբ Հոգին, հեռացանք այն ապականությունից, որ կա աշխարհի մեջ ցանկասիրության միջոցով, այսինքն խզվեց մեր կապը աշխարհի հետ։ Մենք սատանայի թագավորությունից անցել ենք Աստծո արքայություն եւ արդեն բաժանվել ենք այս ապականությունից, որը գերիշխող է աշխարհում ցանկասիրության միջոցով։ Քանի որ վերածնվել ենք, ունենք նոր բնություն, հին բաները անցան, ահա ամեն ինչ նոր դարձավ, ասում է Սուրբ Գիրքը։ Եվ վերջապես նախորդ քարոզներում արդեն հասցրել ենք խոսել հոգևոր աճի վիճակի մասին։ Հոգևոր աճի պայմանը լիարժեք ջանքերն են, 5-րդ հատվածի սկիզբը։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք։ Ամեն ջանք թափելով, առանց դրա հոգևոր աճը անհնար է։ Այժմ մենք կշարժվենք տեքստով եւ կսկսենք ուսումնասիրել հոգևոր աճի սանդուղքը։ Նորից նայենք այն տեքստին, որը մենք կարդացել ենք ավելի վաղ, 5-րդից մինչև 7-րդ համարները։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուժկալությամբ, ժուժկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածպաշտությամբ, աստվածպաշտությունը եղբայրասիրությամբ եւ եղբայրասիրությունը սիրով։ Ուշադրություն դարձրեք, որ չի ասվում ձեր հավատքին ավելացրեք առաքինություն, գիտելիք, ինքնատիրապետում, համբերություն եւ այլն։ Այսինքն դա պարզապես անհատական որակների մի ամբողջություն չէ, որոնք ոչ մի կերպ չի կապվի միմյանց հետ։ Ընդհակառակը, այստեղ թվարկված որակները հաջորդում են մեկը մյուսին։ Այն հիշեցնում է աստիճաններ կամ փոքր սանդուղք, որոնցում յուրաքանչյուր հաջորդ քայլը հենվում է նախորդի վրա։ Ցույց տուր առաքինություն քո հավատքի մեջ։ Այսինքն առաքինությունը հիմնված է հավատքի վրա։ Առաքինության մեջ հաջորդը խոհեմությունն է։ Խոհեմությունը հիմնված է առաքինության վրա եւ այլն։ Այսինքն յուրաքանչյուր հաջորդ քայլը հենվում է նախորդի վրա եւ սա մեզ հիշեցնում է փոքր սանդուղք կամ աստիճաններ։ Ինչ նշանակություն պետք է եւ ինչ չպետք է տալ այս աստիճաններ բառի մեջ։ Նախ աստիճանները չեն նշանակում փուլեր։ Այլ կերպ դուք չեք կարող ասել ես իմ հոգևոր աճի ժուժկալության փուլում եմ։ Կարծես առաքինությունն ու խոհեմությունը արդեն անցել են եւ կարիք չկա դրանց վերադառնալու։ Կարծես թե առաջին եւ երկրորդ կուրսերի քննությունները անցել է։ Կարելի է մոռանալ անցած առարկաների մասին եւ մենք դեռ չենք հասել հաջորդ փուլերին։ Այսինքն դեռ չկա համբերություն, չկա աստվածպաշտություն, չկա եղբայրական սեր եւ առավել եւս սեր։ Ներկայումս մենք ժուժկալության փուլում ենք։ Ոչ, այսպես տրամաբանելը ամբողջովին սխալ կլինի։ Մենք չենք ասում, որ ինչ որ փուլում ենք, կամ սա ինչ որ փուլ է։ Աստիճաններ չի նշանակում փուլեր։ Աստիճանները նույնպես չի նշանակում, որ եկեղեցու նորեկը կանգնած է առաջին աստիճանի, առաքինության աստիճանի վրա։ Իսկ նրանք, ովքեր վաղուց հավատացյալ են, արդեն ինչ որտեղ ավելի մոտ են 6-րդ կամ 7-րդ աստիճանին։ Աստիճանների այս հասկացությունը չի նշանակում, որ նոր կրոնափող քրիստոնյան սկզբունքորեն չի կարող իրական սեր դրսևորել։ 7-րդ աստիճանը, քանի որ նա դեռ առաջին աստիճանի վրա է։ Բացարձակապես ոչ։ Մենք ընդհանրապես չենք խոսում որևէ կոնկրետ մակարդակի վրա կանգնած մարդու մասին։
Քայլ ասելով մենք պարզապես նկատի ունենք, որ որոշ որակներ կախված են ուրիշներից, ապավինում են ուրիշներին, ինչպես աստիճաններն են հենվում մեկը մյուսի վրա։ Հետագա որակները հիմնված են նախորդների վրա, այստեղից է ասոցացնելը սանդուղքի կամ աստիճանների հետ։ Այս առումով մենք խոսենք հոգևոր աճի սանդուղքի մասին։ Եվ հիմա իմանալով դա, եկեք նայենք այս սանդուղքի առաջին աստիճանին։ Եվ այսօր մենք սկսենք ուսումնասիրել այն։ Սա շատ կարևոր աստիճան է։ Նորից նայենք մեր տեքստին։ Հատված 5։ Քանի որ ձեզ արդեն տրվել է այն ամենը, ինչը ձեզ հարկավոր է կյանքի եւ աստվածպաշտության համար։ Հատված 3։ Սա երրորդ հատվածի նախադասության սկիզբն է։ Քանի որ ձեզ արդեն տրվել է այն ամենը, ինչը ձեզ հարկավոր է կյանքի եւ աստվածպաշտության համար, ապա դուք նույնպես, հատված 5, ապա դուք նույնպես առաքինություն ցուցաբերեք ձեր հավատքի մեջ։ Քանի որ Աստված իր հերթին ձեզ արդեն տվել է հոգևոր աճի համար անհրաժեշտ բոլոր պաշարները, այժմ դուք նույնպես ձեր բոլոր ջանքերով աշխատեք այդ պաշարներով, օգտագործեք այն շնորհի գործիքները, որոնք Աստված դրել է ձեր կյանքում, որոնք հասանելի են ձեզ։ Օգտագործեք այս գործիքներն ու պաշարները հոգևոր աճի համար դրսևորելու այդ հատկությունները։ Եվ որքան շատ դրանք դրսևորվեն քո մեջ, այնքան շատ դու հոգեպես կաճես։ Ցույց տվեք բառը բնագրում այնքան էլ կապված չէ ինչ-որ բան ցույց տալու կամ տեսնելու հետ։ Բայց հաճախ օգտագործվում են նման համատեքստում, երբ ասում են ինչ-որ մեկին ինչ-որ բան տալիս կամ ավելացնում են, կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան են մատակարարում։ Այսպիսով կարելի է ասել առաքինություն ավելացրեք ձեր հավատքին, քանի որ Աստված արդեն վերածնել է քեզ, եթե դու հավատացյալ քրիստոնյա ես, Աստված արդեն տվել է քեզ հավատք, դու արդեն հիմք ունես հոգևոր աճի համար։ Եվ քանի որ Աստված արդեն տվել է ձեզ բոլոր անհրաժեշտ նյութերը ձեր հոգևոր կյանքը կառուցելու համար, այժմ դուք եւս մեկ այլ բան կավելացնեք ձեր հավատքին։ Առաջին բանը, որ պետք է ավելացնել, եւ մենք դա անվանում ենք հոգևոր աճի առաջին աստիճան, առաքինությունն է։ Եկեք այս մասին ավելի մանրամասն խոսենք։ Մեր առաջին հարցն է՝ ինչ է նշանակում առաքինություն։ Ինչ է նշանակում առաքինություն։ Նախ պետք է նշել, որ առաքինությունը նույնը չէ, ինչ բարի գործը։ Առաքինությունը նույնը չէ, ինչ բարի գործը։ Ոմանք այս հատվածը կարդում են այսպես. ցույց տուր քո հավատի մեջ առաքինություն, առաքինության մեջ խոհեմություն, եւ մտածում են այսպես։ Նրանք կարդում են այս համարները եւ մտածում. մենք պետք է լավ գործեր անենք, բայց միևնույն ժամանակ պետք է ողջամիտ լինենք։ Ում պետք է բարի գործ անել եւ ում ոչ։ Սա այն չէ, ինչ ասվում է այստեղ։ Սա բոլորովին այլ բանի մասին է խոսում։ Առաքինությունը լավ գործ չէ։ Առաքինությունը, անկեղծ ասած, ամենևին էլ խնդիր չէ։ Առաքինությունը բարոյական հատկություն է։ Դուք հավանաբար լսել եք մարդկային առաքինություններ արտահայտությունը։ Առաքինությունները տարբեր բարի բարոյական հատկություններ են, ինչպիսիք են սերը, ողորմությունը, կարեկցանքը, բարությունը եւ նմանատիպ բաներ։ Այսինքն առաքինությունը գործի հետ կապված չէ։ Առաքինությունը բարոյական հատկություն է։ Առաքինությունը գործ չէ, լավ գործ չէ, այլ բարոյական որոշակի հատկություն է։ Ավելի լավ հասկանալու համար այս որակը համեմատենք դրա հակառակի հետ։ Որոշ բառերի իմաստը ավելի հեշտ է հասկանալ, երբ ասում են դրանց հակառակը։ Այսպիսով առաքինության հակառակը անառակությունն է։ Առաքինության հակառակը անառակությունն է։ Նկատի ունեցեք, որ մենք չենք ասում, որ առաքինության հակառակը նստելն ու ոչինչ չանելն է։ Եթե առաքինությունը բարի գործ լիներ, ապա բարի արարքի հակառակը կլիներ կամ չար գործը, կամ ոչինչ չանելը։ Իսկ մենք այլ բանի մասին ենք խոսում։ Առաքինությունը բարոյական հատկություն է, իսկ առաքինության հակառակը անառակություն։ Որն է տարբերությունը անառակ մարդու եւ առաքինիի միջև։ Անառակ մարդը սիրում է մեղքը, հետևաբար նա ձգտում է մեղքին, նախընտրում է մեղքը։ Իսկ առաքինին ընդհակառակը սիրում է բարությունը, այսինքն արդարությունն ու մաքրությունը, հետևաբար ձգտում է արդարության եւ մաքրության, նախընտրում է արդարություն ու մաքրություն։ Այսպիսով առաքինությունն ու անառակությունը խոսում են մարդու նախասիրությունների կամ արժեքների մասին։
Ուրեմն առաքինությունը ընդհանուր իմաստով դեպի լավն է ձգտում։ Հոգևոր հարթության վրա դա Աստծո կամքը կատարելու ցանկությունն է։ Աստծո կամքը կատարելու ցանկությունը։ Առաքինի մարդը, եթե գիտի թե որն է Աստծո կամքը, կընտրի Աստծո կամքը։ Նույնիսկ եթե դա իր համար դժվար կամ անբարենպաստ լինի, քանի որ նա ձգտում է կատարել Աստծո կամքը։ Եթե նա գիտի դա, ուրեմն կընտրի Աստծո կամքը, նույնիսկ եթե դա իր համար դժվար կամ անշահավետ լինի։ Այսպիսով, առաքինության որակը բնութագրում է մարդու շարժառիթները։ Առաքինության որակը բնութագրում է մարդու դրդապատճառները, ինչն է նրա համար արժեքավոր, ինչին է նա ձգտում, ինչ է ընտրում առաջին հերթին։ Հասկանալով, թե ինչ է առաքինությունը, կարող ենք անցնել հաջորդ հարցին. ինչու են հենց դրդապատճառները առաջին տեղում։ Բոլոր այն հատկություններից, որոնք Պետրոսը կարող էր ընտրել և դասավորել որոշակի հերթականությամբ, ինչու նա առաջինը ընտրեց այս հատկանիշը։ Ավելացրեք ձեր հավատքին, առաջին աղյուսը դրեք ձեր հավատքի հիմքի վրա, և ինչու նա այս առաջին աղյուսը դրեց առաքինության վրա, այսինքն բարու ցանկությունը, Աստծո կամքը կատարելու ցանկությունը, այսինքն մարդու շարժառիթները։ Այսպիսով, ինչու են դրդապատճառները լավ և ճիշտ դրդապատճառները առաջին տեղում։ Դրա համար կան մի քանի պատճառներ։ Եկեք խոսենք այս մասին։ Նախ միայն ճիշտ շարժառիթով կարելի է հաղթահարել մեղքը։ Միայն ճիշտ շարժառիթով կարող ես հաղթահարել մեղքը։ Ուստի առաքինությունը դրվում է գիտելիքից առաջ։ Սա այն հատկությունն է, որը սինոդական տեքստում թարգմանվել է որպես խոհեմություն։ Հունարեն գնոսիսը գիտելիք է, և մենք դրա մասին կխոսենք հաջորդ քարոզներում։ Բայց առաքինությունը, այսինքն դրդապատճառները, բարու ցանկությունը, ճիշտ բարի շարժառիթները, դրվում են գիտելիքից առաջ։ Ինչու՞։ Բանն այն է, որ մեղքի նկատմամբ հաղթանակի շուշկալության համար, որը կքննարկվի հետագայում, նույնիսկ հետագա գիտելիքից հետո։ Բանն այն է, որ մեղքի նկատմամբ հաղթանակի, մեղքը հաղթահարելու, մեղքից զերծ մնալու համար բավական չէ իմանալ, թե որն է ճիշտը, որը սխալը։ Ճիշտ գիտելիքը առանց Աստծո կամքին ենթարկվելու ցանկության ոչ մի օգուտ չի ունենա։ Ճիշտ գիտելիքը, եթե նույնիսկ գիտենք, թե ինչն է լավը, ինչը վատը, բայց եթե չունենք ճիշտ շարժառիթ, Աստծո կամքը կատարելու ցանկություն, ապա գիտելիքը մեզ չի տանի դեպի մեղքի նկատմամբ հաղթանակ։ Դե օրինակ բժիշկները ավելի շատ գիտեն ծխելու վտանգի մասին, քան մյուս մարդիկ։ Բժշկական դպրոցի միջին շրջանավարտը բավականին շատ բան գիտի, թե ծխելը որքան վնաս է հասցնում իր թոքերին, իմունային համակարգին և այլն։ Բայց այնուամենայնիվ բժիշկների մեջ շատ են ծխողները։ Նրանք գիտեն, որ դա վնասակար է, բայց նրանք դեռ անում են դա։ Բժիշկները ավելի շատ բան գիտեն հարբեցողության վտանգների մասին, քան այլ մարդիկ, բայց վիճակագրության համաձայն որոշ մասնագիտությունների և մասնագիտացած բժիշկների շրջանում ալկոհոլիզմի տարածվածությունը կարող է նույնիսկ ավելի բարձր լինել, քան բնակչության միջինը, այսինքն որոշ մասնագիտացված բժիշկներ խմում են նույնիսկ ավելի շատ, քան միջին բնակչությունը։ Ինչու՞։ Նրանք կարծես գիտեն սրա բոլոր վտանգները, բայց գիտելիքը նրանց չի պահում այս չարիքից, և իրենք իրենց են վնասում։ Քանի որ միայն գիտելիքը բավարար չէ։ Առանց ճիշտ մոտիվացիայի ճիշտ գիտելիքը չի հանգեցնի ճիշտ գործողությունների։ Մի քանի տարի առաջ կենտրոնական լրատվական ալիքներից մեկում այսպիսի հետաքրքիր և միաժամանակ ողբերգական գրառում էի կարդացել։ Այնտեղ հաղորդվում էր, և այս գրառման վերնագրում բառացիորեն հետևյալն էր. «Ես առաջինը ձեզ կկարդամ վերնագիրը»։ Այս գրառման վերնագիրը հետևյալն էր. «Հոգեբանության խորը իմացությունը դեպրեսիայի հաղթահարման միջոց չէ»։ Կրկնեմ այս վերնագիրը։ Հոդվածի վերնագիրն է. «Հոգեբանության խորը իմացությունը դեպրեսիայի հաղթահարման միջոց չէ»։ Եվ հետո հաղորդվեց հենց լուրը, բուն լուրը։ Պարզվում է, Մոսկվայի համալսարաններից մեկի հոգեբանության ամբիոնի դեկանը ինքնասպան է եղել։ Հոգեբանության ամբիոնի դեկանը ինքնասպան է եղել դեպրեսիայի հետևանքով։
Եվ լրագրողները եզրակացնում են, որ հոգեբանության խորը իմացությունը դեպրեսիայի համար դեղամիջոց չէ։ Իսկապես, գիտելիքը այն բանի մասին, թե ինչն է լավ եւ ինչը վատ, իմանալով ճիշտ բաները, իմանալով ճիշտ գործիքները, գիտելիքը, թե ինչպես ճիշտ վարվել եւ ինչպես ճիշտ ապրել, ցավոք սրտի, մեղքը հաղթահարելու վճռական ուժ չունի։ Հաղթանակը պահանջում է ավելի հիմնարար եւ ուժեղ բան։ Այն է, ինչ ճիշտ մոտիվացիան, ճիշտ շարժառիթը։ Ինչը մենք կարդում ենք մեր տեքստում, այն ինչ Պետրոս Առաքյալը կոչում է առաքինություն, լավի ցանկություն, ճիշտը ընտրելու ցանկություն, առանց այդ ցանկության, առանց հոգու հակվածության, առանց այդ ցանկության եւ հոգու ցանկության, ընտրել ճիշտ գիտելիքը ինքնին չի հանգեցնի ճիշտ գործողությունների։ Մի անգամ ամերիկյան ֆուտբոլի մեկ թիմի մարզիչ պատմում էր մի խաղացողի մասին, որոնց թիմը հաղթում էր փոքր տարբերությամբ։ Հաշիվը 7-6 էր, այսինքն ընդամենը մեկ միավոր էր տարբերությունը։ Եվ արդեն խաղի վերջին րոպեն էր։ Գնդակը այդ խաղացողի մոտ էր, եւ ահա մարզիչը բղավում էր նրան դաշտի եզրից. «Գնդակը պահիր, մի փոխանցիր, ժամանակ ձգիր»։ Եվ ահա խաղացողը գնդակով շրջում է խաղադաշտով, խուսափում է մրցակցի խաղացողներից, ովքեր ցանկանում են խլել այս գնդակը։ Նա մոտենում է հակառակորդի ետնագծին, որտեղ պետք է գնդակը տանես, որպեսզի միավորներ վաստակես ամերիկյան ֆուտբոլում կամ ռեգբիում, այդ խաղերը հավանաբար գիտեք։ Այսպիսով, երբ նա արդեն մոտեցել էր մրցակցի եզրագծին եւ մոտ էր եւս մի քանի միավոր վաստակելու, բայց գայթակղությունը շատ մեծ էր։ Նա գնդակը փոխանցեց մեկ այլ խաղացողի, բայց գնդակը բռնեցին հակառակորդները։ Եվ փոխանցումը նրանից խլեց մյուս թիմի ամենաարագ խաղացողը, եւ այս խաղացողը մեծ արագությամբ վազեց դաշտով, բաց դաշտի վրայով, երբ բոլոր խաղացողները հավաքվել էին դաշտի եզրի մոտ։ Նա այլևս ոչ մի խոչընդոտ չուներ։ Եվ այժմ թվում էր ոչ ոք չի կարող հասնել նրան, եւ նա իրենց թիմի ամենաարագավազ խաղացողն էր։ Նա հիմա կհասցնի գնդակը հակառակ կողմը, կվաստակի մի քանի միավոր եւ իր թիմը կհաղթի։ Եվ հանկարծ, բոլորովին անսպասելի, նրան ընդհատում եւ գետնին տապալում է այն նույն խաղացողը, ով անհաջող փոխանցում էր կատարել։ Առաջին թիմի համար խաղը փրկվեց։ Խաղից հետո պարտվող թիմի մարզիչը գնաց հաղթած թիմի մարզիչի մոտ եւ ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչպես քո տղան կարողացավ հասնել եւ ընդհատել իմ ամենաարագ վազորդին»։ Եվ այս մարզիչը նրան պատասխանեց. «Ես քեզ կասեմ ինչպես։ Քո խաղացողը վազում էր, որպեսզի միավոր վաստակի, իսկ իմ խաղացողը վազում էր, որպեսզի իր կյանքը փրկի»։ Այսինքն նա նկատի ուներ, որ կսպաներ այդ խաղացողին։ Նա կաներ դա հատուկ այդ խաղում ձախողվելու համար։ Մեր ձեռնարկած հաջողությունը իրոք կախված է նրանից, թե ինչու ենք մենք ինչ-որ բան անում, ինչ շարժառիթով ենք դա անում։ Օրինակ, երբ իմ տղան Մարկը մենակ կամ մայրիկի հետ ձգումներ է անում, նա կարող է ձգվել, ասենք 9 կամ 10 անգամ։ Բայց երբ նա ձգումներ է անում իր հայրիկի հետ, նա նույն օրը կձգվի 12 եւ ավելին։ Ինչու՞։ Որովհետև երբ հայրիկը նրա մոտ է, նա մոտիվացվում է։ Այն շարժառիթից, որով մենք ինչ-որ գործ ենք անում, դա ազդում է մեր գործի հաջողության վրա։ Եվ այստեղ նույնը վերաբերվում է հոգևոր կյանքին, մեր մեղքի դեմ պայքարին։ Եթե դուք մոտենաք առանց ճիշտ մոտիվացիայի, ապա նույնիսկ եթե գիտեք, թե ինչպես դա անել ճիշտ, ապա ամենայն հավանականությամբ դուք չեք ունենա բավարար կամքի ուժ եւ կհեռանաք, դուք կհանձնվեք եւ սխալներ կանեք։ Եթե լիակատար վճռականություն չունենաք, եթե ամբողջ հոգով չնվիրվեք Աստծո կամքը կատարելուն եւ անելու այն բանը, որը Տերը ինքը ակնկալում է ձեզնից, ապա ամենայն հավանականությամբ չեք հասնի նպատակին եւ ավելի շուտ կթողնեք մեղքի դեմ պայքարը։ 4-ից 5-րդ դարերի նշանավոր աստվածաբան, որին ձեզանից շատերը ճանաչում են որպես երանելի Օգոստինոս, Օգոստինոսը իր խոստովանության մեջ գրում է հենց այս խնդրի մասին։ Նա գրում է անբավարար կամ սխալ դրդապատճառի խնդրի մասին։ Նա գրում է, լսեք, ես կկարդամ մի կարճ մեջբերում։
Նա ասում է. որտեղից է սա գալիս մեր մեջ եւ ինչու։ Հոգին հրամայում է մարմնին եւ նա ենթարկվում է։ Հրամայում է իրեն եւ հանդիպում է դիմադրության։ Ես մի կարճ դադար կանեմ։ Հոգին հրամայում է մարմնին եւ այն ենթարկվում է։ Այսինքն Օգոստինոսը գրում է այնպիսի իրավիճակի մասին, երբ մեր հոգին հրամայում է մարմնին, օրինակ ձեռք բարձրացնել, իջեցնել ձեռքը, վեր կենալ աթոռից, նստել աթոռի վրա, եւ մարմինը անմիջապես հնազանդվում է։ Բայց երբ հոգին ինքն իրեն հրամայում է ինչ-որ բան անել, ցանկանալ սա, մտածել այս բանի մասին, մի մտածիր դրա մասին, երբ հոգին ինքն իրեն հրամայում է, դիմադրության է հանդիպում։ Ես կշարունակեմ կարդալ նրա մեջբերումը։ Այնուհետև նա ասում է. ձեռքը շարժվում է եւ չի նկատում հրամանի եւ կատարման միջև ընկած ժամանակահատվածը։ Այսինքն մարմինը անմիջապես հնազանդվում է։ Հոգին անմիջապես ասում է, որ պետք է անել։ Եվ ոչինչ։ Բայց հոգին մեկն է։ Իսկ եթե ինքն իրեն հրամայում է ցանկանալ, նշանակում է ցանկություն կա։ Այսինքն ցանկություն կա, քանի որ ինքն իրեն հրամայում է եւ ասում. մտածիր դրա մասին, մի մտածիր դրա մասին։ Եթե հոգին ինքն իրեն հրամայում է, դա նշանակում է, որ ուզում է ցանկանալ։ Բայց ինքն իրեն ամբողջությամբ չի դնում այդ ցանկության մեջ, ասում է Օգոստինոսը, եւ նրա պատվերը կիսատ է։ Պատվերի արդյունավետությունը համաչափ է ցանկության ուժին։ Իսկ եթե ցանկությունը թույլ է, ապա հրամանը չի կատարվում։ Ուստի ցանկանալը եւ չցանկանալը միաժամանակ հոգու հիվանդություն է։ Ճշմարտությունը բարձրացնում է նրան, իսկ սովորությունը իջեցնում ցած։ Որքան հաճախ է դա տեղի ունենում մեր կյանքում։ Երբ այն ճշմարտությունը, որը մենք ընկալում ենք, լսում ենք քարոզում, կարդում ենք Սուրբ գրքում, բարձրացնում է մեր հոգին, եւ մենք կուզենայինք այլ կերպ ցանկանալ ճիշտ արարքների շարժառիթը։ Մենք կցանկանայինք բարձրանալ երկինք եւ ապրել այնպես, ինչպես ապրում է Տերն ինքը, կամ ինչպես ապրում են երկնավորները։ Բայց մեզ դիմադրում է սովորության ուժը, եւ մեր հոգին դա լիովին չի ուզում։ Նրա ցանկությունը կիսատ է։ Ցանկությունը թույլ է։ Մենք չունենք ճիշտ գործողությունների շարժառիթ։ Եվ հետևաբար մենք շարունակում ենք մեղք գործել կամ կատարել որոշ սխալ գործողություններ։ Եբրայեցիս 12:4 հատվածում ասվում է. Եբրայեցիս 12:4-ում ասվում է. դուք դեռ այլուն թափելու չափ չեք պատերազմել մեղքին հակառակ կանգնելու։ Իսկապես, մեղքի դեմ մեր պայքարը, մեղքի դեմ պայքարելու մեր մտադրությունը չափազանց թույլ է։ Մենք պատրաստ չենք կռվել մինչև արյունահեղություն։ Մենք զենք ենք վերցնում, բայց երբ տեսնում ենք մեր առջև ուժեղ թշնամի, մենք բոլորս անմիջապես տեղի ենք տալի, ինչպես որ անապատում իսրայելացիները զիջեցին Քանանում տեսած հսկաներին եւ ասացին. մենք չենք գնա այնտեղ, նրանց աչքերում մենք նման ենք մորեխի, եւ մեր աչքերում մենք նույնն ենք, նրանք հսկաներ են, իսկ մենք փոքր ենք։ Եվ հետևաբար մեզ մոտ նույնպես պակասում է այդ վճռականությունը դուրս գալու այս հսկաների դեմ, այդ գայթակղությունների դեմ, մեր կյանքում այս չարիքի դեմ, մեղքի դեմ։ Մենք հանձնում ենք ու զիջում։ Պատրաստ չենք արյունահեղության աստիճանի պայքարելու։ Ի տարբերություն Դավիթի, օրինակ, երբ նա գնաց Գողիաթի դեմ, չնայած նրան, որ տարբերությունը նույնն էր։ Դավիթը փոքր էր, Գողիաթը մեծ էր։ Դավիթը երիտասարդ էր, Գողիաթը փորձառու ռազմիկ էր։ Դավիթը միայն վերջերս էր, կարելի է ասել զենքից օգտվել սովորել։ Եվ ինչքան փորձ ուներ, երևի դեռ մարտերի փորձ չուներ։ Իսկ Գողիաթը երիտասարդ տարիներից մարտիկ էր, բայց Դավիթը պատրաստ էր կռվել մինչև այրուն եւ ի վերջո հաղթեց։ Իսկապես միայն ճիշտ շարժառիթով մենք բոլոր ջանքերը կգործադրենք մեղքի դեմ պայքարելու համար։ Ուստի առաջին տեղում դրվում են մոտիվացիան, առաքինությունը, այսինքն ճիշտ մղումները։ Առաջին հատկանիշը, որը մենք պետք է դնենք մեր հավատքի հիմքի վրա, ճիշտ շարժառիթներն են։ Աստծո կամքը կատարելու այս դրդապատճառը, ամեն գնով նրան հնազանդվելու այս ցանկությունը, ամեն ինչում Տիրոջը հաճեցնելու ցանկությունը, ավելին, քան մեկ ուրիշը, ավելին, քան ինքներս մեզ հաճեցնելը։ Երկրորդ պատճառը, թե ինչու է մոտիվացիան դրվում առաջին տեղում, այն է, որ միայն ճիշտ մոտիվացիայով կարող ես հասնել ավարտին։ Միայն ճիշտ մոտիվացիայով կարող ես հասնել ավարտին։ Պետրոսի երկրորդ նամակում, երկրորդ գլխում, նույն գրքում, որը մենք ուսումնասիրում ենք, այս գրքի երկրորդ գլխում ասվում է չար մարդկանց կեղծ ուսուցիչների մասին,
ովքեր կարծես թե եկել էին եկեղեցի եւ սկսել էին քրիստոնեական ուղին։ Նրանք սկսեցին ապրել ըստ պատվիրանների։ Նրանց կյանքը մի փոքր մաքրվեց որոշ մեծ մեղքերից, բայց հետո նրանց մասին ասվում է հետեւյալ հատվածը. Բ. Պետրոս, 2-րդ գլուխ, 20-21 համարները, որովհետև նրանք հեռացել են աշխարհիկ պղծություններից, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են։ Նրանց վախճանը ավելի վատ կլինի, քան նախկինում, որովհետև նրանց համար ավելի լավ էր արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քան ճանաչեցին եւ հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որը ավանդվեց իրենց։ Իրոք, ոմանք սկսում են, գնում են այս ճանապարհով, գիտեն Աստծո պատվիրանը, սկսում են ապրել սուրբ կյանքով, խուսափում են աշխարհի կեղծից, փախչում են աշխարհի կեղծից, բայց հետո նորից խճճվում են դրա մեջ եւ հաղթահարվում, քանի որ չունեն ճիշտ շարժառիթ։ Նրանք իրականում չեն ճանաչում Տիրոջը։ Ղուկաս 9-րդ գլխում 62-ում Քրիստոսը ասաց, Ղուկաս 9:62. Ոչ ոք, ով ձեռքը մահճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծո արքայության համար։ Այսինքն, եթե մարդը չունի ճիշտ շարժառիթ, եթե հետադարձ հայացք է գցում իր անցած կյանքին, եթե իրականում ձգտում է այլ բանի, ապա նրա սիրտը կիսատ կլինի։ Երկմիտ մարդը, ասում է Հակոբը, ինչ է, անկայուն է իր կյանքի բոլոր ճանապարհներում։ Այսինքն, եթե մեր մտքերը կիսատ են, եթե երկկողմանի են, եթե ուզում ենք մի քիչ սրանից, մի քիչ նրանից, կարծես թե Քրիստոսին ենք ուզում եւ խաղաղությունը, մենք ցանկանում ենք գնալ դրախտ եւ միևնույն ժամանակ ցանկանում ենք հնարավորինս շատ հաճույքներ փորձել այս աշխարհում եւ չհրաժարվել դրանցից։ Մենք կարծես ուզում ենք ազատվել դժոխքից եւ ոչ մի կերպ չտառապել այստեղ, երկրի վրա։ Մեր ցանկությունը կիսատ է։ Մենք կարծես թե ուզում ենք մի փոքր ենթարկվել Աստծո կամքին, բայց ունենք նաեւ մեր սեփական կամքը, շատ ուժեղ։ Մենք իսկապես ուզում ենք անել այն, ինչ մեզ հարմար է եւ հարմարավետ։ Երկկողմանի մարդը իր բոլոր ճանապարհներում անկայուն կլինի։ Ոչ ոք, ով ձեռքը մահճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծո արքայության համար, ասում է Քրիստոսը։ Ուստի առաջին հերթին, որից պետք է ամեն ինչ սկսվի, մեր հոգևոր կյանքը եւ մեր հոգևոր աճը պետք է սկսվի հավատքի հիմնադրումից հետո։ Եթե Աստված տվել է մեզ հավատք, ապա առաջին բանը, որով պետք է սկսվի մեր հետագա հոգևոր կյանքի կառուցումը, դա ճիշտ շարժառիթով Աստծո կամքը կատարելու ցանկությունն է։ 2015 թվականին, հենց վերջերս բրիտանական The Telegraph թերթը հրապարակեց այսպիսի տպավորիչ եւ սարսափելի վիճակագրություն։ Ըստ այս վիճակագրության, տարեկան մոտավորապես 200,000 գերմանացի դիմում է բողոքական եկեղեցուն անդամակցությունից հրաժարվելու համար։ Սա թարմ տեղեկատվություն է, բառացիորեն մի քանի տարի առաջ։ Եվ ամեն տարի այս ցուցանիշը ավելանում է։ Բարձրացման միտումը նկատվում է արդեն մի քանի տարի։ Այսպիսով 2015 թվականին մոտ 200,000 գերմանացի դիմում էր բողոքական եկեղեցուն իրենց եկեղեցական անդամակցությունը դադարեցնելու համար եւ գրեթե նույնքանը կաթոլիկ եկեղեցում։ Սա ինչի հետ է կապված։ Հոդվածի հեղինակները բացատրում են, որ գերմանական օրենսդրության համաձայն լյութերական եւ կաթոլիկ եկեղեցիները Գերմանիայում պետական եկեղեցիներ են եւ ստանում են պետական աջակցություն։ Բայց այստեղ կա խորամանկություն, կա խաբկանք։ Ստացվում է, որ դրանք ֆինանսավորվում են պետության միջոցով, բայց եկեղեցու անդամներից գանձվող հարկերով։ Եթե մարդը մկրտված է, օրինակ կաթոլիկությամբ, ապա նա ինքնաբերաբար համարվում է կաթոլիկ եկեղեցու անդամ, եւ նրա աշխատավարձից ինքնաբերաբար հարկ է հանվում հօգուտ կաթոլիկ եկեղեցու։ Եթե նա մկրտվել է լյութերականության մեջ, ապա նույնը։ Եվ մինչև վերջերս գերմանացիների մեծամասնությունը պատրաստ էր վճարել այդ հարկերը եւ պահպանել եկեղեցական անդամակցությունը։ Ապա վերջի տարիներին նրանք դադարել են պատրաստ լինել դրան։ Նրանք այլևս ավելին չէին գնահատում եկեղեցու անդամակցությունը, քան իրենց դրամապանակից վերցված հարկի մի մասը։ Իրականում, իհարկե, եկեղեցում լինելու ճիշտ շարժառիթների բացակայությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ հեռանում են եկեղեցուց։ Նույնը կատարվում է հիմա։
Մարդիկ լքում են եկեղեցիները ամենայն հավանականությամբ եւ շատ դեպքերում այն պատճառով, որ նրանք այդ եկեղեցում են եղել առաջին հերթին սխալ պատճառով, ոչ ճիշտ պատճառով, ոչ այն պատճառով, որի համար դա անհրաժեշտ է։ Եվ հետևաբար որոշ գայթակղություններ, այլ արժեքներ իրենց հետ քաշեցին։ Առանց ճիշտ շարժառիթների մենք չենք կարողանա հետևել դրան, ուստի մեզ անհրաժեշտ է ճիշտ շարժառիթ հետևելու Քրիստոսին։ Երրորդ պատճառը, թե ինչու են դրդապատճառները առաջին տեղում այս սանդուղքում, եթե մարդը սխալ դրդապատճառներ ունի, եթե մենք ունենք սխալ դրդապատճառներ, ապա այս սանդուղքի մյուս բոլոր որակները նույնպես կարող են սխալ լինել։ Եթե մենք սխալ շարժառիթներ ունենք, ապա այս սանդուղքի մյուս բոլոր որակները նույնպես կարող են սխալ լինել։ Մենք այս համարները կարդացել ենք 5-ից մինչև 7-րդ։ Դրանում ներդնելով ձեր բոլոր ուժերը, ցույց տվեք հավատք ձեր առաքինության, այսինքն ճիշտ շարժառիթների հանդեպ, եւ հետո գալիս է խոհեմությունը, այսինքն գիտելիքը, ինչպես հետագայում կբացատրենք։ Գիտելիք, ինքնատիրապետում, համբերություն, աստվածպաշտություն, եղբայրական բարություն, սեր։ Հետաքրքիր է, որ այս բաները՝ գիտելիքը, ժուժկալությունը, համբերությունը, նույնիսկ բարեպաշտությունը, եղել են այն ժամանակներում, երբ Պետրոսը գրում էր այս խոսքերը։ Դրանք նաև փարիսեցիների մեջ էին։ Գիտելիք ունեին, ժուժկալություն ունեին, այսինքն զերծ մնացին բազմաթիվ մեղքերից՝ պոռնկություն, գողություն, կամ օրինակ հայհոյություն, կամ այլ կոպիտ մեղքեր չէին գործում։ Նրանք ժուժկալություն ունեին, բավականին համբերատար մարդիկ էին, կարող էին սկզբունքորեն համբերություն դրսևորել։ Իրենց կյանքը համարվում էր բարեպաշտ։ Մարդիկ նայելով իրենց կյանքին ասում էին. սրանք շատ բարեպաշտ մարդիկ են, բայց խնդիրն այն էր, որ նրանք այս ամենին հասան սխալ դրդապատճառներով։ Մարդկանց մեծ թվով դեպքերում իրենց դրսևորելու ցանկությամբ։ Եվ այս մասին Քրիստոսը շատ է խոսում։ Քրիստոսը հանդիմանում է տպիրներին եւ փարիսեցիներին, որ նրանք աղոթում են մարդկանց առաջ։ Ծոմ են պահում, որպեսզի ծոմ պահողի տեսք ունենան մարդկանց առջև։ Զոհեր են մատուցում, որպեսզի մարդիկ գովաբանեն իրենց զոհաբերության համար։ Պահպանում են օրենքը, որպեսզի ժողովուրդը ծափահարի նրանց եւ նրանց համարի բարեպաշտ մարդիկ։ Այսինքն նրանք արել են ճիշտ բաներ, բայց սխալ շարժառիթով։ Եվ դա Տիրոջը հաճելի չէր։ Ճիշտ նույնն է իմ եւ ձեր դեպքում, սիրելի ընկերներ։ Եթե նույնիսկ անենք մյուս աստիճանները, կհասնենք հաջորդ աստիճանին, բայց դա անենք սխալ մղումներով, դա Աստծուն տհաճ կլինի։ Եթե մենք անում ենք ճիշտ բաներ, բայց սխալ պատճառներով, դա չի փառավորի Քրիստոսին եւ մեզ օգուտ չի բերի։ Հետևաբար հոգևոր սանդուղքը պետք է սկսվի ճիշտ շարժառիթներից։ Հաջորդ, չորրորդ պատճառը, թե ինչու են շարժառիթները առաջին տեղում դրվում հոգևոր աճի այս սանդուղքում։ Բանն այն է, որ Սուրբ Գիրքը մեզ պատվիրում է զգույշ լինել, որ ճիշտ շարժառիթներ ունենանք։ Աստվածաշունչը եւ հին եւ նոր կտակարաններում բազմիցս մեզ պատվիրում են զգույշ լինել, որ ճիշտ շարժառիթներ ունենանք։ Հին կտակարանում Եսայի մարգարեի գրքում 29:13-ում ասվում է. Տերն ասում է. որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում եւ իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, եւ նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է։ Այստեղ նկարագրված է մի իրավիճակ, երբ Եսայի մարգարեի ժամանակ հրեա ժողովուրդը մոտենում էր Աստծուն, այսինքն գալիս էր նրա մոտ աղոթքներով, իրանց զոհաբերություններով, փառաբանում Աստծուն, բայց Աստծուն մոտեցան միայն իրենց շուրթերով, այսինքն միայն լեզվով, իսկ նրանց սիրտը կանգնած էր հեռու, այսինքն նրանք եկան Աստծուն եւ աղոթեցին սխալ մղումներով, եւ դա Աստծուն հաճելի չէր։ Այնուհետև նոր կտակարանում Քրիստոսը ասում է Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 19-րդ եւ 21-րդ համարներում. Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ապականում են, եւ որտեղ գողերը սողոսկում են ու գողանում, այլ ձեզ համար երկնքում գանձեր դիզեք, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն ապականում, ոչ էլ գողերն են սողոսկում ու գողանում, որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Քրիստոսը ասում է, որ մեր գանձը կարող է լինել տարբեր տեղերում։ Դա կլինի կամ երկրի վրա, կամ երկնքում։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, ասում է նա, այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում։ Եվ նա ասում է, թե որտեղ կլինեն մեր գանձերը, կախված է նրանից,
թե ինչպիսին է մեր սրտի դիրքը։ Որտեղ քո գանձն է, այնտեղ կլինի նաև քո սիրտը։ Այսինքն մեր սիրտը միշտ կարճած է լինելու նրանից, ինչը մեզ համար թանկ է, եւ հետևելու է նրան, ինչ մեզ համար թանկ է։ Եվ եթե այս երկրային գանձը մեզ համար թանկ է, որոշ բաներ որ կան երկրի վրա, ապա սիրտը կկարճի դրանց եւ այն կգնա երկրայինի հետևից։ Ուստի մեր ողջ վարքը, մեր ողջ կյանքը հետևելու է այս երկրային արժեքներին։ Եթե մեզ համար ամենաթանկն այն է, ինչ դրախտում է, ապա մեր սիրտը կապված կլինի դրախտում եղածին եւ մեր ողջ կյանքը ուղղված կլինի դեպի դրախտը։ Ուստի մեր կյանքի ուղղությունը կախված է մեր սրտից, նրանից, թե ինչ շարժառիթներ ունենք եւ թե ինչն է մեզ համար ամենաարժեքավորը։ Ղուկաս 6-րդ գլուխ, հատված 45։ Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդը իր սրտի չար կուտակվածից չարն է բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում։ Ուշադրություն դարձրեք, որ մարդու ասածը, այսինքն այն ինչ դրսևորվում է արտաքնապես, նրա խոսքերում, նրա պահվածքում, կախված է նրանից, թե ինչ կա նրա սրտում։ Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդը իր սրտի չար կուտակվածից չարն է բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում։ Այսինքն սիրտը ինչով լցված է, հենց դա էլ դուրս է թափվելու։ Ուստի մենք պետք է հոգ տանենք առաջին հերթին մեր սրտում եղածի մասին, այսինքն մեր արժեքների, մեր շարժառիթների առաքինության մասին։ Ուստի առաքինությունը առաջին տեղում է, այսինքն մեր շարժառիթները Աստծուն հաճելին ընտրելու մեր ցանկությունը։ Մարկոսի 7-րդ գլխի 18-23 համարներում Քրիստոս ասում է իր աշակերտներին. Դուք էլ այդքան անմիտ եք, չգիտեք, որ այն ամենը, ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել, որովհետև նրա սրտի մեջ չի մտնում, այլ որովայնի։ Այսինքն նրանք չեն դիպչում հոգուն, այլ միայն ազդում են ֆիզիկական մարմնի վրա եւ դուրս են գնում արտակնոց, ամբողջ կերածը մաքրելով։ Այնուհետև 20-րդ հատվածում. Այն ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն, որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն։ Այսպիսով, կրկին կարևոր է, թե որոնք են մեր արժեքները, որոնք են մեր շարժառիթները։ Եթե մենք ձգտենք բարին, Տիրոջը հաճելիին, եթե մեր սիրտը լցված է դրանով, ապա դա կդրսևորվի նաև մեր վարքի մեջ։ Ընդհակառակը, եթե մեր սրտում կա անառակություն, սեր չարի հանդեպ, ապա այնտեղից չար սրտից կգան չար մտքեր, շնություն, սպանություն, գողություն, շորթում եւ այլն։ Ղուկաս 16-րդ գլուխ, 14-15 համարները։ Այս բոլոր բաները լսում էին փարիսեցիները, որ արծաթասեր էին ու ծաղրում էին նրան։ Եվ նրանց ասաց. Դուք եք, որ մարդկանց առջև ձեզ արդար եք ցույց տալիս, բայց Աստված գիտի ձեր սրտերը, որովհետև մարդկանց առաջ բարձր են, Աստծո առաջ պիղծ է։ Այստեղ խոսվում է այն բանի մասին, որ փարիսեցիների սրտերը կապված են նյութական հարստության վրա։ Փարիսեցիները, որոնք փողասեր էին, այստեղ կարդում ենք։ Եվ նրան ծաղրում էին։ Եվ նա նրանց ասաց. Դուք ձեզ արդար եք ցույց տալիս մարդկանց առաջ։ Իսկապես, նրանց պահվածքում, եթե դրսից նայեր նրանց կյանքին, ամեն ինչ շատ արդար էր թվում։ Նրանք արդար երևացին մարդկանց, բայց Քրիստոսը ասում է. բայց Աստված գիտի ձեր սրտերը։ Եվ այն ինչ մարդիկ բարձր էին համարում, փարիսեցիներին գովում էին։ Աստծո աչքում գարշելի էր։ Նայեք, եթե նույնիսկ մենք ճիշտ վարքագիծ ունենանք, եթե մեր սիրտը սխալ մղումներ ունի, եւ մեր սիրտը չի երկրպագում ճշմարիտ Աստծուն, ապա մարդիկ կարող են դա բարձր գնահատել, եւ Աստծո աչքում դա կարող է զզվելի լինել։ Ուստի շատ կարևոր է նախ եւ առաջ հոգ տանել ձեր շարժառիթների եւ ձեր սրտի մաքրման մասին։ Եբրայեցիս գլուխ 3, հատված 12, Եբրայեցիս 3:12։ Տեսեք, եղբայրներ, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ չար սիրտ չլինի եւ հեռանա կենթանի Աստծուց։ Ինչու է տեղի ունենում նահանջը։ Ուրացությունը գալիս է նրանից, որ սրտում կա խաբեություն, այսինքն չարություն եւ անհավատարմություն, անհավատություն առ Աստված։ Դրա համար էլ մարդը նահանջում է։ Այն ինչ կա սրտում, որոնք են մարդու հոգու խորքում գտնվող շարժառիթներն ու արժեքները, ի վերջո դրսևորվելու է վարքի մեջ։ Առակաց 4:23։
Ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Ուստի առակած գիրքը մեզ պատվիրում է նախ եւ առաջ հոգ տանել եւ հսկել, պաշտպանել չարից, վտանգից, մեղքի գայթակղությունից, պահպանել մեր սրտերը, որովհետև կյանքի ակունքները բխում են սրտից եւ հետո գետի պես հոսում մեր ողջ կյանքում։ Այսինքն ամեն ինչ արմատացած է հենց մեր սրտի խորքերում, մեր շարժառիթների մեջ։ Մատթեոսի 4:10 հատվածում, երբ Սատանան փորձում էր գայթակղեցնել Հիսուսին եւ առաջարկեց նրան աշխարհի բոլոր հարստությունները երկրպագության համար, որպեսզի Հիսուսը երկրպագի Սատանային, Հիսուսը պատասխանեց նրան 10-րդ հատվածում. Հեռու գնա Սատանա, որովհետև գրված է. քո Տիրոջը Աստծուն կերկրպագես ու միայն նրան կպաշտես։ Իսկապես, սա այն է, ինչին մեր սիրտը հնազանդվում է։ Սա հիմնարար նշանակություն ունի։ Եվ Քրիստոսը պատրաստ չէր խոնարհվել Սատանայի առաջ։ Չնայած թվում էր, թե դա միակ անգամն էր, ընդամենը 1 րոպե, եւ նա կստանար աշխարհի բոլոր թագավորությունները, քանի որ նա եկավ որպես թագավոր։ Եկավ հրեա ժողովրդին առաջարկելու իր թագավորությունը։ Եվ թվում էր, թե կարող էր ստանալ այս նպատակը, հասնել այս նպատակին, բայց սխալ ձևով, միայն 1 անգամ խոնարհվելով Սատանային։ Բայց դա մեզ հիշեցնում է 5 տակարանի հիմնական պատվիրանը. երկրպագիր քո Աստծուն եւ ծառայիր միայն նրան։ Եվ այս խոնարհումը սկսվում է սրտից։ Այն դրսևորվում է ոչ թե պարզապես մեր մարմնի շարժման մեջ, ծնկի գալով, իրանը ծալելով, այլ խոնարհումը իրականում տեղի է ունենում մեր սրտում։ Ինչն ենք մենք արժևորում, ինչն ենք մեզնից վեր դասում։ Աստծուն դասում ենք մեզնից վեր եւ առաջինը։ Առաջին հերթին նրան ենք հարգում, թե այլ բան։ Ընդհանրապես իրականում մարդու մոտիվներն ու արժեքները կապված են խոնարհության հետ։ Եթե սխալ շարժառիթ ունենանք, եթե ինչ-որ բան ավելի բարձր արժեքի ենք դնում, քան Քրիստոսը, Տերն ու նրա խոսքը մեր սրտում, ապա սա արդեն ցույց է տալիս խոնարհության խնդիրը։ Մենք ինչ-որ բան ավելի ենք գնահատում, քան Քրիստոսը։ Հիշեք, Քրիստոսն ասում է, որ եթե որևէ մեկը Քրիստոսից ավելի շատ է սիրում, նույնիսկ իր հորը կամ մորը, կնոջը կամ երեխաներին, արժանի չէ իրեն։ Ոչինչ չպետք է լինի ավելի կարևոր։ Ոչինչ չպետք է ավելի արժեքավոր լինի մեր սրտերում, քան Հիսուս Քրիստոսը, քանի որ դա կլինի կրապաշտության վկայություն։ Մենք Աստծո տեղը ինչ-որ բան կդնենք մեր սրտերում։ Եվ այսպես, սիրելի ընկերներ, Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ, թե հին, թե նոր կտակարաններում կրկին ու կրկին քննել մեր շարժառիթները։ Եկեք ստուգենք մեր դրդապատճառները։ Ինչու ենք մենք անում այն, ինչ անում ենք։ Դե օրինակ, ինչու եմ եկեղեցի գնում։ Տեսնել ընկերներին եւ ընկերակցել, ինչ-որ մեկի հետ զրուցելու, լավ երաժշտություն եւ հետաքրքիր քարոզ լսելու, թե Տիրոջը ճանաչելու եւ նրան ավելի մոտենալու համար։ Հաղորդակցության մեջ լինելու եւ ընկերներ ունենալու մեջ վատ բան չկա, բայց ո՞րն է մեզ համար ամենակարևորն է։ Ո՞րն է այն գլխավոր արժեքը, հիմնական շարժառիթը, որը մղում է մեզ, երբ գնում ենք եկեղեցի։ Ինչու եմ ես կարդում Աստվածաշունչը, սովորությունից դրդված, հաստատելու եւ ինչ-որ մեկին հաղորդելու այն, ինչ կարդացել եմ այսօր, թե լսել իմ Տիրոջ ձայնը եւ հաղորդակցվել նրա հետ։ Ոչ մի վատ բան չկա Աստվածաշունչը ինչ-որ պլանի համաձայն կարդալու մեջ, բայց ո՞րն է մեզ համար ամենակարևորը։ Արդյոք դա պարզապես ձևականություն է, թե մենք ցանկանում ենք լսել Տիրոջ ձայնը եւ ճանաչել նրան եւ հաղորդակցվել նրա հետ, կարդալով նրա խոսքը։ Ո՞րն է հիմնական շարժառիթը։ Մենք ունենք ճիշտ բարի մղումներ, առաքինություն։ Սա այն է, ինչ պետք է նախ եւ առաջ ավելացնել ձեր հավատքին, հավատքի հիմքին։ Ինչու եմ ես ծառայում։ Որպեսզի մարդկանց հավանությանը արժանանամ, որպեսզի ես կարողանամ իրացնել իմ ստեղծագործական ներուժը, իմ ունակությունները։ Իզուր չէ, որ Աստված մեզ ձայն է տվել։ Իզուր չէ, որ Աստված մեզ տվել է երաժշտական կամ հռետորական, թատերական եւ այլ կարողություններ եւ այլն։ Ոմանք իրականացնում են աշխարհիկ բեմերում, մյուսները եկեղեցական բեմերում։ Թե ես կատարում եմ ծառայությունը, որպեսզի երկրպագեմ իմ Տիրոջը եւ ծառայեմ նրան, քանի որ նա դա է ուզում ինձանից։ Դա հաճելի է նրան, եւ որովհետեւ դա փառաբանում է նրա անունը։ Ո՞րն է իմ հիմնական շարժառիթը։
Ինչու եմ ուզում ազատվել թմրյան նյութերից կամ ալկոհոլից։ Փող ծախսելուց խուսափելու համար, քանի որ այս սովորությունը քամում է ամբողջ բյուջեն։ Կամ չզգալ շատ կոտրված եւ դատարկված, քանի որ եւ ալկոհոլիզմը եւ թմրամոլությունը հանգեցնում են կոտրվածության եւ դատարկության։ Վաղաժամ մահից խուսափելու համար, քանի որ եւ ալկոհոլիզմը եւ թմրամոլությունը հանգեցնում են վաղաժամ մահվան։ Թե ես ուզում եմ ձերբազատվել ալկոհոլիզմից եւ թմրամոլությունից, որպեսզի հաճելի լինեմ Հիսուս Քրիստոսին, որպեսզի նա գոհ լինի ինձանից եւ ասի լավ է, որ դու կատարում ես իմ կամքը եւ անում ես այն, ինչ հաճելի է ինձ։ Ինչու եմ ուզում լուծել իմ ընտանեկան խնդիրները։ Հանուն երեխայի, որ նա առողջ մթնոլորտում մեծանա, որպեսզի մեզ մոտ ամեն ինչ նորմալ լինի, ինչպես ուրիշների նման, թե հանուն Քրիստոսի։ Երեխային խնամելու եւ լավ միջավայրում մեծացնելու մեջ վատ բան չկա, բայց որն է հիմնական շարժառիթը։ Սա երկրական դրդապատճառ է։ Ինչ որ մարդկային առօրյա նկատառումներ։ Թե հոգևոր շարժառիթ։ Հանուն Քրիստոսի, հանուն նրա հաճոյանալու, քանի որ նա սա է սպասում ինձնից։ Այսպիսով եկեք ստուգենք մեր շարժառիթները։ Քանի որ պատահական չէ, որ առաքինության դրդապատճառները առաջին տեղում են մեր հոգևոր աճի սանդուղքում։ Եվ վերջապես այսօր մեզ մնում է վերջին հարցը. ինչպես տարբերակել շարժառիթները։ Ես ձեզ մի քանի խորհուրդ կտամ, որոնք կօգնեն ձեզ դա անել։ Նախ աղոթիր, որ Աստված բացի քո սիրտը։ Աղոթիր, որ Աստված բացի քո սիրտը։ Սաղմոս 139-ի հեղինակը Սաղմոս 139-ի 23-րդ եւ 24-րդ համարներում աղոթում է այս խոսքերով. Փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը։ Քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածումները։ Եվ տես, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Նկատի ունեցեք, որ հեղինակը չի ենթադրում, որ ինքն ինքնաբերաբար արդեն գիտի իր բոլոր դրդապատճառները, եւ որ նա կարող է հստակ որոշել ճիշտ թե սխալ ճանապարհի վրա է։ Ոչ, նա աղոթում է, որ Աստված փորձի իրեն եւ ցույց տա. Փորձիր ինձ, ով Աստված, իմ սիրտը ճանաչիր։ Տես, թե ինչ կա իմ սրտում, քանի որ ես ինքս չեմ կարող 100%-ով վստահ լինել, որ ճիշտ ուղղությամբ եմ գնում, որ ամեն ինչ ճիշտ եմ տեսնում եւ ճիշտ եմ գնահատում իմ գործողությունները։ Փորձիր ինձ, ճանաչիր իմ սիրտը։ Փորձիր եւ իմացիր իմ մտքերը։ Եվ տես, արդյոք ես վտանգավոր ճանապարհի վրա եմ, արդյոք իմ ներքին շարժառիթներն ու արժեքները ինձ սխալ ուղղությամբ չեն տանում։ Առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Այսպիսով աղոթեք, որ Աստված բացի ձեր սիրտը։ Երկրորդ խորհուրդը. խորանալ Սուրբ Գրքի մեջ, խորանալ Աստվածաշնչի մեջ, Եբրայեցից 4:12։ Կենդանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ, եւ ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է։ Այն թափանցում է միջև շնչի եւ հոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանումը։ Քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ Աստծո խոսքի իրավունքը եւ Աստծո խոսքի գործառույթն է որոշել սրտի մտադրությունները եւ դատել, թե որն է ճիշտ եւ ինչը սխալ։ Դա Աստծո խոսքի գործառույթն ու իրավունքն է։ Աստծո խոսքը կենդանի է։ Այսինքն միայն թուղթ ու թուղթի վրա խոսքեր չեն։ Աստծո խոսքը, այսինքն ճշմարտությունը, որը պարունակվում է այս խոսքերում, այն կենդանի է, ունի անկախ կենսական ուժ, որն ազդում է մեր հոգու վրա։ Աստծո խոսքը կենդանի է եւ գործուն։ Այսինքն արդյունավետ։ Սա ամենաարդյունավետ գործիքն է։ Այն ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր, այսինքն ավելի սուր է, քան վիրաբուժական դանակը։ Ինչպես կարդում ենք, այն թափանցում է միջև հոգու եւ ոգու բաժանումը։ Այսինքն Աստծո խոսքն է, որ թափանցում է մարդու սիրտ, որոշելու շարժառիթները։ Նկատի ունեցեք, նույնիսկ ոչ մի հոգեխնամակալ կամ հովիվ, ոչ էլ ինչ-որ վերցնող կամ փորող, կամ չգիտեմ, էլ ով կարող է դա անել, աշխատել մարդկային մղումներով եւ մտածողությամբ։ Աստծո խոսքը թափանցում է միջև հոգու եւ ոգու բաժանում։ Ես շատ հաճախ եմ հանդիպել այն փաստին, որ ցավոք շատ մարդիկ, ովքեր տարված են այսպես կոչված հոգևոր խնամքի շարժումով, նրանք մեծապես թերագնահատում են Աստծո խոսքի այս ախտորոշիչ գործառույթը։ Նրանք ասում են, որ Աստծո խոսքը հայտնում է ճշմարտությունը,
Իսկ հոգեխնամակալը օգնում է բացահայտել շարժառիթները։ Ոչ, դա ճիշտ չէ, դա սուտ է։ Սա ուղղակի սուտ է։ Սա ամենևին էլ աստվածաշնչյան ճշմարտություն չէ։ Աստվածաշունչը ասում է, որ Աստծո խոսքը կենդանի է եւ գործուն, ավելի սուր, քան ցանկացած երկսայրի սուր, թափանցում է միջև խորքերը, որպեսի բաժանի հոգին եւ ոգին, դատելով սրտի մտքերն ու մտադրությունները։ Երբ մենք կարդում ենք Աստծո խոսքը, այն բացահայտում է մեր շարժառիթները։ Երբ ամբիոնից քարոզ ենք լսում, նույնիսկ եթե այս քարոզը անհատական չէ եւ ուղղված չէ մի մարդու, ում անձամբ ճանաչում եմ եւ ում խնդրի մասին կոնկրետ եմ խոսում։ Ոչ, ես պարզապես հռչակում եմ Աստծո ճշմարտությունը։ Ես ուղղակի Աստծո հայտնություններն եմ ասում։ Ես պարզապես բացատրում եմ Աստծո խոսքի իմաստը։ Եվ Աստծո այս խոսքը հասկանալի եւ բացատրվելով ինքնին կենդանի է եւ գործուն։ Եվ այն թափանցում է մարդու սիրտը եւ դատում նրա շարժառիթները եւ ցույց տալիս թե ինչ կա նրա ներսում։ Եթե դուք երբեք չեք զգացել դա, ապա հավանաբար նույնիսկ քրիստոնյա չեք։ Ես նույնիսկ պատրաստ եմ ասել մի հոգեխնամակալի, ումից լսել եմ օրինակ, որ Աստծո խոսքը միայն տեղեկատվություն է փոխանցում, սովորեցնում է ճշմարտությունը, սովորեցնում է ճիշտ ապրել։ Իսկ հոգեխնամակալը օգնում է դրդապատճառներ հանել։ Ուստի ես կասեի այդ մարդուն, որ եթե դու չես զգացել, թե ինչպես է Աստծո խոսքը քո սիրտը չակերտավորված հանում, եթե չես զգացել, որ Աստծո խոսքը բացահայտում է քո դրդապատճառները եւ ցույց տալիս քեզ քո սրտի սխալ լինելը, ապա դու հավանաբար պարզապես քրիստոնյա չես, որովհետև նույնիսկ չես անդրադարձել ամենահիմնական եւ տարրական մակարդակին, Աստծո խոսքի հիմնական գործառույթին։ Այսինքն դու ուղղակի չես զգացել, թե ինչպես է դա աշխատում քո իսկ հոգու վրա։ Եթե դուք պարզապես քրիստոնյա եք, եթե կարդում եք Աստծո խոսքը եւ այն ուղղում եւ մեծացնում եք ձեզ հոգեպես, ապա դուք անշուշտ զգացել եք Աստծո խոսքի այս համոզիչ գործառույթը։ Երբ վրցնում ես Աստծո խոսքը եւ մտածում ես, որ լավ ես, բայց սկսում ես կարդալ եւ սիրտդ սկսում է քոր գալ, քոր առաջանալ եւ հասկանում ես, որ ամեն ինչ կարգին չէ, հոգուտ մեջ անհանգստություն կա, ինչ որ բանում սխալ ես։ Աստծո խոսքը բացահայտում է քո դրդապատճառները։ Աստծո խոսքը ինքնին ունի այս ունակությունը։ Ուստի սիրելի ընկերներ, աղոթեք, որ Աստված բացի ձեր սիրտը։ Խորամուխ եղեք Աստվածաշնչի մեջ, քանի որ Սուրբ Գիրքը բացահայտում է մեր շարժառիթները։ Երրորդ, հարցեր տվեք։ Ինքներդ ձեզ հարցեր տվեք։ Ինչու եմ ես անում այն, ինչ անում եմ։ Ինչու եմ ուզում այս կամ այն։ Սա նաև օգտակար է մտածելու համար։ Եվ այն նաև իր տեղն ունի մեր կյանքում եւ մեր հոգեվոր դինամիկայում։ Ա Կորինթացից 2-րդ գլխի 11-րդ հատվածում ասվում է. Ա Կորինթացից 2:11 Քանզի մարդկանցից ով գիտի մարդկային ներքնաշխարհը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին, այդպես էլ Աստծո ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո հոգին։ Ինչ է նշանակում այս հատվածը։ Այս համարը նշանակում է, որ մեկ ուրիշը, երբ նայում է քեզ դրսից, չի կարող իմանալ քո շարժառիթները։ Հետևաբար մարդկանց բոլոր ենթադրությունները, թե ինչ դրդապատճառներ են մղում այս կամ այն մարդուն տվյալ իրավիճակում, լավ կրակոց են մթության մեջ, ինչ որտեղ 50-50-ի սահմաններում, եւ շատ դեպքերում ամենայն հավանականությամբ սխալ կլինեն, որովհետեւ ոչ ոք չգիտի իր մեջ ապրող մարդկային ոգին։ Այս իմաստով ոչ ոք չգիտի, թե ինչ կա մարդու մեջ, ոչ ոք չգիտի նրա շարժառիթները, բացի բուն մարդկային ոգուց։ Այսինքն, եթե մարդ քեզ ասել է, որ ես սա անում եմ, որովհետև ուզում եմ դրան հասնել, դու դեռ կարող ես լսել ու ասել, այո, ես նրանից շարժառիթ եմ լսել։ Բայց եթե նայեք դրսից եւ ենթադրեք, որ այս մարդը դրդված է այսինչ դրդապատճառներով, ես նույնիսկ պատրաստ չեմ ասել, որ դուք սխալվում եք 50% դեպքերում։ Ես նույնիսկ պատրաստ չեմ ասելու, որ դա 50-50 է։ Ավելի հավանական է, որ 95% դեպքերում դուք կսխալվեք, քանի որ դուք իսկապես չգիտեք, թե ինչ է ձեր սրտում։ Այսպիսով մի փորձեք դա անել։ Հարցեր տվեք։ Եթե դուք հոգևոր առաջնորդ եք, ինչ որ մեկին օգնում եք, հարցեր տվեք նրան։ Բացի նրանից, որ նա աղոթում է եւ խնդրում Աստծուն, որ բացի իր սիրտը, բացի այն, որ նա խորանում է Սուրբ Գրքի մեջ, եւ այն ներթափանցում է հոգու եւ ոգու հոդերի ու ուղեղի բաժանման մեջ եւ դատում է միտքը այդ սրտի չափով։ Բացի այդ, դու նրան հարցեր ես տալիս, եւ նա մտածում է, թե ինչ է կատարվում իր սրտում եւ իր ներաշխարհում։ Եվ նաեւ ինքներդ ձեզ, եթե փորձում եք հասկանալ ձեր շարժառիթները, հարցեր տվեք. ինչու եմ անում այն, ինչու եմ անում այս։ Եվ այս խորհրդածությունը Աստծո առջև աղոթքով Սուրբ գրությունների ընթերցմամբ։
Եվ ձեր սրտին ուղղված հայացքով կօգնի ձեզ տեսնել որոշ բաներ։ Եվ վերջապես 4-րդ խորհուրդը. նայեք կյանքին։ Երբեմն մարդը կարող է ճիշտ արժեքներ անվանել, բայց միևնույն ժամանակ նա բազմիցս չի անում այն, ինչ պետք է, չի անում այն, ինչ ճիշտ է։ Կամ մարդը կարող է ենթադրել, որ ինքը սխալ արժեքներ ունի, պայքարել այդ սխալ արժեքների դեմ, բայց միևնույն է նրան ոչինչ չի օգնում, միևնույն է ոչինչ չի փոխվում։ Սա ցույց է տալիս, որ նրա իրական շարժառիթները տարբերվում են հայտարարվածից։ Սա շատ հաճախ է պատահում։ Ցավոք սրտի, եւ դա շատ հարմար սողանցք է մեր հոգու համար։ Մենք շատ հաճախ մեզ համար ինչ-որ արդարացումներ ենք գտնում։ Մենք կամ թաքնվում ենք լավ շարժառիթների հետևում, դա տեղի է ունենում։ Բայց եթե մենք գործում ենք Սուրբ Գրքի դեմ, խախտում Աստծո խոսքը, ապա ամենայն հավանականությամբ մեր դրդապատճառները սխալ են եղել։ Կամ մենք երբեմն թաքնվում ենք ավելի պարկեշտ դրդապատճառների ետևում, քան իրականում ունենք։ Այսինքն մենք նույնիսկ նշում ենք ինչ-որ մեղսավոր դրդապատճառ, ինչ-որ սխալ դրդապատճառ, բայց պարզապես վախենում ենք ինքներս մեզ խոստովանել, որ իրականում մեր դրդապատճառները ավելի վատն են։ Եվ մենք կարծես թե պայքարում ենք այս սխալ շարժառիթների դեմ։ Ակտիվ հոգևոր աշխատանք է ընթանում, ջրերը փրփրում են, բայց դա ճիշտ գործողությունների չի հանգեցնում։ Մարդու կյանքը մնում է նույնը, ինչ եղել է։ Նա ճիշտ բաներ չի անում։ Սա ցույց է տալիս, որ գուցե նրա հայտարարած շարժառիթները հակասում են իրականում տեղի ունեցողին։ Մարկոս 4:22-ում Քրիստոսն ասում է. այդպես էլ չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, եւ չի եղել մի գաղտնիք, որ հայտնի չի դարձել։ Այսինքն, եթե նույնիսկ մարդը ինչ-որ բան թաքցնում է, դա կդրսևորվի ոչ այնքան ճակերտներում հանելու ժամանակ, ոչ այնքան այս մարդու հետ հոգեխնամակալի կամ այս մարդու հետ հովվի աշխատանքի ժամանակ, բայց ի վերջո ամեն ինչ կդրսևորվի կյանքում։ Չկա որևէ գաղտնիք, որը ակնհայտ չդառնա, չկա որևէ թաքնված բան, որը բացահայտ դուրս չգա։ Կյանքն ինքն իրեն կխոսի։ Այսպիսով այսօր մենք անդրադարձանք մի քանի շատ կարևոր հարցերի։ Մենք նախ տեսանք, թե ինչ է առաքինությունը եւ ինչ է նշանակում այդ հատկությունը։ Այս որակը կապված է մոտիվների, արժեքային կատեգորիաների հետ։ Մենք խոսեցինք այն մասին, թե ինչու են դրդապատճառները առաջին տեղում եւ նշեցինք դրա մի քանի պատճառ։ Եվ մենք տեսանք, թե ինչպես բացահայտել ձեր շարժառիթները կամ ինչպես օգնել մեկ ուրիշին տեսնել իր շարժառիթները։ Հաջորդ անգամ կխոսենք շարժառիթների հետ կապված սխալների ու վտանգների մասին։ Սա կլինի շատ կարևոր քարոզ։ Իսկ ներկայիս քարոզը առանց այդ հաջորդի կլինի շատ ու շատ միակողմանի։ Դուք չեք կարող ընդունել այս քարոզը, որը հենց նոր լսեցիք։ Դուք չեք կարող այն որպես հիմք ընդունել հետագա գործողությունների համար, նախքան երկրորդ քարոզը լսելը։ Հաջորդ քարոզում մենք կքննարկենք շարժառիթների կամ շարժառիթների հետ աշխատելու հետ կապված սխալների ու վտանգների մասին։ Սա շատ լայն ոլորտ է, քանի որ շարժառիթները սուբյեկտիվ հարց են, որովհետև դրանք այնքան խորն են թաքնված մարդու սրտում, եւ որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ կա մարդու ներսում, բացի մարդկային ոգուց, որը կա նրա մեջ։ Այսպիսով այս ոլորտը բացում է հսկայական չարաշահումների, սխալների եւ սխալ պատկերացումների դուռ, եւ մենք խոսենք այս մասին հաջորդ անգամ, որպեսզի ավելի հավասարակշռված պատկերացում ունենանք հոգեվոր աճի մեր շարժառիթների մասին։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք աղոթենք։ Տեր մեր, մենք ամբողջ սրտով շնորհակալություն ենք հայտնում քեզ, որ թույլ տվեցիր մեզ խորել քո խոսքի շուրջ։ Ցույց տալու համար, որ դու հոգում ես սրտի համար, եւ դու ոչ միայն նայում ես մարդու աչքերին կամ դեմքին, այլ նայում ես սրտի խորքին եւ ակնկալում սրտի ճիշտ տրամադրվածություն։ Տուր մեզ ճիշտ դրդապատճառներ, շնորհիր մեզ առաքինություն, տուր մեզ բավականաչափ ուժեղ եւ պատշաճ մոտիվացիա, քեզ հաճոյանալու եւ քո կամքը մեր կյանքում կատարելու համար։ Մենք խնդրում ենք քեզ, որ օգնես մեզ, եթե միայն գիտենք, թե որն է քո կամքը, եթե գիտենք, թե որտեղ է բարին, որտեղ չարը։ Օգնիր մեզ միշտ ընտրել բարին, ընտրել քո կամքը։ Օգնիր մեզ լինել առաքինի մարդիկ, եւ թող այդ բարիին ձգտող ուժը, թող այս առաքինության ուժը մեր մեջ աճի ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի, մեր քրիստոնեական կյանքում, որպեսզի մենք ոչ միայն մնանք դրանում, այլ նաև աճենք։
եւ աղոթում ենք դրա համար Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։